Հայ ժողովուրդը աշխարհի եզակի ժողովուրդներից է կամ գուցեև միակն է, որը չի կարող ունենալ ոչ հակազգային քաղաքական էլիտա, այսինքն նաև իշխանություն։ Չի կարող, օրինակ տեսեք, այսօրվա իշխանությունն ինչ է անում։ Ասում են մենք ժողովրդավարական ենք, ժողովուրդը մեզ ասել է գնում ենք Եվրոպա, իսկ թե ժողովուրդը ոնց է ասել, Բարսեղյան Լևոնը մի քանի թափթփուկներով գնաց այս ստորագրությունը հավաքի են, մարդկանց ասել են, թե ուզում եք առանց վիզա Փարիզ գնալ, սրանք ասել են ուզում ենք, օրենք են ընդունել։ Մի Փաշինյան Նիկոլը քանի գլխանի է, ժողովուրդն ասում է Եվրոպա եմ սիրում, սիրտս Եվրոպա է ուզում, ինքը այդ օրենքը չընդունի։ Օրենքն ընդունվեց Եվրամիության անդամակցելու, նախագահը ստորագրեց։ Կրեմլում է սրան ապրիլի 1-ին ասեցին, որ ապրիլ ջան, սենց չի լինի, կամ։ Այսինքն սրան պարտադրված է հետևյալը, կամ չեղարկում ես այդ օրենքը, վերադառնում ես անառակ որդու պես հայրական օջախ, կամ չես չեղարկում, որպես ոչ անառակ որդու, մեզից հեռանում ես, մենք քեզ կդիտարկենք այլևս որպես եվրոպական երկիր։ Դե սա հասկանում է, թե ինչ կատաստրոֆայի կհանգեցնի նրա հեռացումը ԵՀՏՄ-ից եւ փորձում է ինչ-որ կապիկություն անել, դե երբ պետք եղավ դուրս կգանք, հələ մենք չենք ուզում, հələ մենք շահագրգռված ենք, արա դու ով ես դու շահագրգռված լինես։ Հəլեն մարդկանց հարցրա, նրանք շահագրգռված են քո նման անբարոյական պետությանը պահել իրենց շարքերում։ Ինչևէ, շնորհիվ ժողովրդավարության, ժողով վարչապետ Փաշինյանի քաղաքականության, այսօր ունենք հետևյալ արդյունքները։ Կործանվում է Հայաստանի գյուղատնտեսությունը, այլևս եւ ընդմիշտ ռուսական շուկան փակ է հայ գյուղմթերքի համար։ Կործանվել են 150 խոշոր ձկնաբույսներից առնվազն 150-ը։ Ախր ձկնաբույսների ողբերգությունը լրիվ այլ է։ Տեսեք, մենք ունենք մոտ 150 խոշոր ձկնաբուծարան, որոնցից առնվազն 140-ը ստեղծվել են վարկերով, պարտքերով, տանջանքով, քրտինքով հատուկ ռուսական շուկայի համար։ Այն մարդիկ փող են ներդրել, հա։ Մենակ Ռուսաստանի համար Հայաստանը այդքան ձկի բան չունի, սպառում չունի։ Այդ մարդիկ ինչ եղան։ Արդեն պարզ է, չէ՞ ինչ եղան։ Ծաղկաբույսները, ծաղիկ աճեցնողները 96-100 միլիոն տարեկան ծաղիկ էին վաճառում Ռուսաստանում։ Փակվեց, ընդմիշտ փակվեց։ Այս վերջերս փորձել են Զախոդան այդ Պարսկաստանի տարածքով Ռուսաստանից զգուշացրին պարսիկներին, որ այդտենց բան չանեք։ Այդտենց բան չանեք, այդ ապրանքը ձեր երկրից մեր երկրից չգա, նրանք է հասկացան։ Էլ ինչ է անում ժողովրդավարական իշխանությունը ժողովարչապետ, թրիպ է ստեղծում։ Հիմա արդեն անցել են երկրորդ փուլին, մի պիտի պայմանագիր վավեր ասեն, երևի սահմանական դատարան տանեն եւ այլն եւ այլն։ Մի հայ ժողովրդի սիրտը թրիպ է լազում, դե պետք հայ ժողովրդի հետ ուղեղ ունենալ, այդ թրիպը հայ ժողովրդի տանձին չի ընդհանրապես։ Ադրբեջանի միացումը, թուրքական աշխարհի միավորումը, հայ ժողովրդի որ շահերի սաբախի, այդ 2 կոպեկի վրա թքած, բայց դե չէ մի։ Ասում են, եթե Թրամփի անունը վրեն կա, իսկ ինչ ասեցին Իրանում, այդ երկրի ամենառեալ եւ ամենաազդեցիկ իշխանական ուժը, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, մարդիկ 2 թե 3 օր առաջ հայտարարեցին, տարածի եմ ասում, գրեթե տարածի, պեդոֆիլի անունը կրող ոչ մի բան պետք չլինի տարածաշրջանում։ Պեդոֆիլն է պորնոաստղ Մելանիկի մասն է, նախագահ Թրամփը։ Պեդոֆիլի կրող։ Դուք պատկերացնում եք ուր է հասել Ամերիկան, որ Ամերիկայից 1000 անգամ թույլ երկիրը ինչ է ասում, պեդոֆիլ է անվանում, պաշտոնական հայտարարության մեջ նրա նախագահին։ Պեդոֆիլի անունը կրող պրոյեկտի չլինի մեր տարածաշրջանում եւ երկրորդ շատ կարեւոր հայտարարությունը կորպուսի Զանգեզուրի միջանցքը կամ կարևոր չի անունիչը միջանցք կաշխատի միայն այն դեպքում, եթե համապատասխանի Իրանի շահերին։ Այսինքն մեր շահերին պետք է դա համապատասխանի, որ թույլ տանք դա գործի եւ կառուցվի։ Իսկ քանի որ այդ թրիպը, որը Թուրան է, ոչ մի
երազում չի կարող համապատասխանել Իրանի շահերին, նշանակում է Իրանն ասում է չի լինելու թրիփ։ Առաջինը քանի որ պեդոֆիլի անուն կասրել, եւ երկրորդը դա չի համապատասխանում մեր շահերին։ Սրանք չէ, ախպեր մենք պետք է սարքենք։ Դե գնացեք սարքեք։ Երբ աղետը սկսվեց եւ Իրան-ամերիկյան բոքսը սկսվեց, արդեն Սյունիքի տարածքում եւ Սյունիքում հայ չմնաց, ուղղակի ուշադիր եղեք չգնան թուրքերը այնտեղ լսվեն։ Այդ 300,000 արևմտյան ադրբեջանցիք չգան սյունեցիների տները լսվեն, հետո դրանց ընդեղից հանելը շատ դժվար կլինի։ Այդ ընդհանրապես հնարավոր է։ Հիմա տեսնում ենք, չէ, ժողովրդի ընտրած իշխանությունն է, ժողովրդի կամքը կատարող ինչ ասում է ժողովուրդը, իշխանությունն անում, ասում են Ծառուկյանին սրա Ռասկուլաշի տարա, անում, ասում են Վաղի Քոչյանին սրա Ռասկուլաշի տարա, էդ էլ է անում։ Բայց այդ ամեն ինչի տանում է աղետի։ Աղետի դեր առաջի սերան է վերջացել հայերի համար։ Առայժմ Ռուսաստանը եւ հետեւաբար ԴԻԱՏՄ-ն փակ է հայ արտադրողի համար։ Վաղը կփակվի ավելի կարևոր բան է, այսինքն հայկական շուկան կփակվի ռուսական ամեն ինչի համար։ Այսինքն ռուսները կամավոր կփակեն։ Կամ կդնեն շուկայական ռեսեր այդ ամեն ինչ։ Այսինքն գազը դուք էլի կստանաք, բայց արդեն կվճարեք եվրոպական գիներեք։ Այդ գինը կազմում էր մոտ 790 թե ինչքան դոլար։ Նավթամթերքը, որը այսօր թուրքերից ազատված է Ռուսաստանում, դե յուրաքանչյուր նավթ արտահանող ամեն տոննայի դիմաց պետությանը ծուրկ է վճարում, չէ՞, Հայաստանը այդ արտոնությունն ունի։ Հայաստան ներմուծվող վառելիքը թուրք չի վճարում։ Հետևաբար էժան է մեզ համար։ Ադամանները, ինչը շատ դուրս վնաս կհասցնի Հայաստանին։ Էլ չեմ խոսում ցորենը, էլ չեմ խոսում որևէ բանը։ Հիմա հարցս հետևյալն է. լավ իշխանություն էր Փաշինյան Նիկոլի իշխանությունը Հայաստանի համար։ Ինձ թվում է ոչ։ Կործանիչ էր ժողով վարչապետը։ Իհարկե այո։ Բայց ինչի համար եք դրան ձայն տալիս։ Ձայն եք տալիս, որտեվ դեպի Ուրսուլան է իր մոտ գալիս, Թրամփն է ընդունում, դեպի նրանք հարուստ են, Եվրոպայում բանում են, են։ Ղարաբաղն է, զատո ռուսները տվեցին, ռուսները հետ ոնց մնանք։ Դե գնացեք ապրեք եվրոպացիների հետ։ Սրանց ժամանակ են տվել մինչև տարվա վերջ, վերջնական կողմնորոշման համար։ Կողմնորոշումները ես ասել եմ, սրանք կրևլում ասել են, օրենքդ վերացնում ես։ Նոր հակառակ օրենք ընդունես կամ սա կչեղարկես ու նոր կգաս կխոսենք։ Ինքն ինչ չի կարող անել, որտեղ դրա իրավունքը չունի։ Այդ առնվազն պետք է Ուրսուլան թույլ տա։ Ուրսուլանը տենց բան թույլ չի տա։ Վաղը որ ձմռան շեմին հայ ժողովուրդը փշալարից կախվավ, Ուրսուլան էլի մի 50-52 միլիոն դոլար խոսք կտա, թե հետո իրականում կտա, թե չէ, դե իրական դա կարևորը խոսքն է։ Եվ ողբերգությունն այն է, որ Հայաստանի բոլոր կարգի իշխանությունները բոլորն են չարիք, ստրատեգիական առումով։ Տեսեք, օրինակ, Բազմավեկտոր Քոչարյանի Սարգսյանի ժամանակ մենք ինչ 20 տարի նորմալ ապրեցինք, բայց այդ նորմալ բազմավեկտոր կյանքը չէր կարող Փաշինյան Նիկոլ չբերեր իշխանության, ուղղակի չէր կարող։ Անհնար բան է։ Գրանտակերները բուսում էին, բազմանում էին, շատանում էին, տարիքով մեծանում էին, ուշ թե շուտ նրանք իշխանությունը խլեին եւ բերեին այսօրվան հասնեն։ Հիմա ես կարող եմ ասել, որ բազմավեկտոր իշխանությունը պակաս չարիք չէ, իհարկե։ Օրինակ իմ անձնական օրինակի վրա վերցնենք, եթե 98-ին Քոչարյանի փոխարեն գար մի հատ գրանտակեր իշխանության, դա ինձ համար կլիներ անձնական երջանկություն, որովհետև ես վաղուց տեղ չէի լինի, իմ տղեն այս երկրում չէր ծնվի։ Նոր հայրենիք կունենայինք։ Իմ տղեն դեղ կծնվեր, կմեծանար, կսովորեր։ Իսկ հիմա այդ ամեն ինչը արդեն լուրջ պրոբլեմ է։
լուրջ պրոբլեմա։ Հիմա իմ ինչի կամ իմ նման շատերը հազարավոր մարդիկ կա։ Մենք ինչի 20 տարի նստանք սպասեցինք, ինչ որ Ափսոս չէր, այս մղձավանջը թող 20 տարի առաջ սկսվեր, էլի, 18-ին չէ, 98-ին սկսվեր։ Մարդիկ իրանց գլխի ճարը կտեսնեին։ Ինձ համար հիմա ոչ թե ուշ է, շատ դժվար է արդեն մտածել արտագաղթի, ու շատ պրոբլեմային է։ Ինչ-որ ունեցվածք վաճառել, գնալ ուրիշ երկիր, զբաղմուն գտնել, շատ դժվար է, 98-ին շատ հեշտ էր ավելի։ Դա էլ Հայաստանի մեղսունակ իշխանության ոչ գրանտակիր, ոչ գործակալ իշխանության գործունեության արդյունքներ, չէ՞։ Նրանք բազմավեկտոր էին, բայց գործակալ չէին, այս չէին, այն չէին, հողատու չէին, հողավաճառ չէին, ուղղակի բազմավեկտոր էին, դե բազմավեկտորությունն է դա ոնց որ պետությունը դնես արհեստական կոմայի մեջ։ Երկար չես պահի։ Ռեանիմացիայում երկար չեն պահում, չէ։ Հիմա այս է հարցը։ Դե իսկ ինչ է անում ներքին կյանքում այդ ժողովրդական իշխանությունը անբարոյականության ինչ ռեկորդներ է գրանցում, արդեն բոլորս ամեն օր տեսնում ենք։ Ուղղակի պետք է երբեմն ֆիքսել արձանագրել եւ խոսել։ Օրինակ ինչ է կատարվում Ծառուկյանի հետ։ Դե ժողովրդի պահանջով ունեզրկում են մարդուն, ուրեմն խլում են նաև նրա, ասենք, առինջի մոլը։ Առինջի մոլը հիշեցնեմ ինչ է, դա ամայի տարածքի վրա Ծառուկյանը գնաց սարքեց։ Հազարավոր մարդկանց հացի փող աշխատելու հնարավորություն ստեղծեց։ Մենք ասում ենք խախտում է, սային է, ապօրինի է, փողի լվացք է, պետք է խլենք, խլեք լավ։ Լավ, ուրիշ մոլեր կան Հայաստանում։ Օրինակ, պարոն Գրզոյի մոլը, Ռասիան, ինքը չի կառուցել, ոչ մի բան չի արել։ Ինչ արել, պետությունից վերցրել է։ Առնվազն Շանմսի գրով գնով, եթե ոչ ձերի։ Հələ մեծ խախտում է դրա մեջ տեսեք։ Զերոյից կառուցած մարդու վրա դուք խախտումներ եք նկատում։ Բայց այն մարդը, որ ուղղակի թալանել է։ Լեֆիկ Սամոյի շուկան գնացեք տեսեք այդ փակ շուկան։ Ուղղակի պետությունից նվեր ստացավ եւ տարածքը եւ բանը։ Նո նվեր որն է, մի կոպեկ կարողություն է։ Ոչ մի խախտում չեք տեսնում դեղավա։ Այդ Ծառուկյանի զերոյի ստեղծածի վրա խախտումներ տեսնում եք, Լեֆիկին Գրզոյին չեք տեսնում։ Եթե չեք տեսնում, ուրեմն բարի եղեք, բարոյականություն ունեցեք, գոնե դուք չեք կարող ունենալ բարոյականություն, բայց գոնե հիշեք, որ տենց բան կա, հելեք հայտարարեք նախկինների ժամանակ այդ օբյեկտները օրենքին համապատասխան են սեփականաշնորհվել, նախկինները թալանքի չեն եղել։ Հելեք գոնե այդքանն ասեք։ Չեն ասի։ Այդքան ասելու համար նամուսապետ, որը սրանք չունեն։ Մի քիչ անձնվորություն, անկեղծությունապետ, որը չունեն։ Դե մարդ լինել է պետք։ Այս սրանք մարդը չեն, ոնց կարող են բան ասեն։ Նարեկ Կարապետյան, այսօր միլիարդ դրամով բաց են թողել, լավա տնային կալանք չեն տվել, երկիշ չի կարա դուրս գա, նրանց ցուցակի երկրորդ համար Վարդևանյանի ասելով ամենաաբսուրդ բանն է, մեղադրանքն է։ Հա, բա իհարկե պետք է ամենաաբսուրդը լիներ։ Բա ժողովրդի իշխանությունը, որ արևմուտքից է նշանակված, բա ուրիշ ինչ պետք է աներ։ Ի վերջո վերջին ինստանցիան, որը որոշում է ազնիվ դատավճիռը, ազնիվ չէ, դատաքննությունը ճիշտ է, ճիշտ է, արևմուտքն է, չէ, ու Կրեմլում չեն ասում տես բաներ։ Այս մարդը երկրի հերնանից ես, երկրի բնակչության կեսի հերնանից ես, Եվրոպան հիասավ։ Մի անգամ ասել եմ, մի անգամ էլ կկրկնեմ։ Կյանքը
շախմատի պես բան է, քո դիմացին այնքան կխաղա, որքան դու թույլ տաս։ Որքան դու թույլ տաս, այդքան կխաղա։ Կարելի է սևերին թույլ տալ, երկրորդ քարով սպիտակներին մատ դնի։ Ու եթե այդքան ապուշես, թույլ տուր։ Կարելի է դա կանխել։ Կարելի է վերջապես հաղթել սպիտակներին։ Նապոլեոնի օրինակը նորից հիշեցնեմ։ 99 թվին ներքին գործերի նախարար Ֆուշեին ֆրանսիական էլիտարները գնում խնդրում էին, թե աղբորպես սրան փակի ջահելը Եգիպտոսից փախա եկել է, հաստատ մի փորձանք պիտի բերի մեր գլխին էլի շատ افերից կորսիկացիա էս կոմենկոմ Ֆուշենը քանի որ տաղանդավոր մարդ էր, անգամ Նապոլեոնը հետ աշխատեց, բոլորը նրա հետ աշխատեցին։ Ու գրեթե Ձերժինսկու պես մարդ էր, ասում է, լսեք, այն մարդը չէ Նապոլեոնը, Բոնապարտը գեներալը, որ թույլ տա ես իրան փակեմ, ես էլ այն ապուշը չեմ, որ այդ բանը փորձեմ անել։ Հիմա այս մարդը վարում է բոլորիդ հետ նենց, ընդդիմությանը նկատի ունեմ, առաջի երթին, Ծառուկյանի, Քոչարյանի, Կարապետյանի, ոնց դուք եք թույլ տվել։ Դուք թույլ եք տվել այն մարդն անում է, մի թույլ տվեք։ Քաղաքական պրոյեկտ եք նախաձեռնում, գնում եք Ամերիկայում եք պրեզենտացիա անում, Թակեր Կարլսոնի մոտ, դե մի հատ է գնացեք Թակեր Կարլսոնի մոտ, թե պետք է լնարեկի չի կա, մեկին ուղարկեք, գնացի թե ես ինչ խայտարակություն արա։ Էլ ուրիշ տեղ չկար պրեզենտացիա, անպայման Թակեր Կարլսոն պետք է լինի, հա, միլիոն ու կես փողն է վրան։ Անպայման պետք է գնաք, փորձեք Յանուկովիչի փորձը խաղալ նրանց գլխին։ Լավ, գոնե իմացեք, որ այն մարդիկ մի անգամ տուժեցին Յանուկովիչով, չէ՞։ Իվանիշվիլիով է տուժեցին։ Գնում համոզում եք, թե ախպեր ջան, թողեք Նիկոլին հաղթեք, մենք աշխատենք, հա, ինչ տարբերություն ձեր համար, մենք է թրիպը մենք է կսիրենք, մենք է կհարգենք, նրանք ապուշի պես հավատացին, չէ՞։ Այն նույն բանը Յանուկովիչն ասեց 10 թվին։ Թե ախպորպես Մայդան մի արեք, ձեր տեխնատուն 4-րդ տեղն է, շատ դժվար Մայդան կլինի, թողեք աշխատեմ, շամպես ձեզի կլսեմ, ինչ որ Յուշենկովներ անում, ես կանեմ։ Դե, օրինակով տեսա, որ հնարավոր չի անել, երկիրն է վարի տալիս։ Իսկ Փաշինյան Նիկոլը Յուշենկոն գործակալ չէր, Յուշենկոն ուղղակի բազմավեկտոր անասուն էր, որը կարար միտ կարծիք արտահայտել, ասել, թե սենսն է, Փաշինյան Նիկոլը դրա իրավունքն չունի։ Ինքը կարծիքի իրավունք չունի, էլ որ մնաց որոշման։ Այն ինչ-որ ժեկի պետ կամ գյուղապետը կարողանա փոխել, ոչ ավա, հատկապես արտաքին հարցերում։ Ուրսուլան պետք է թույլ տա, որ ինքը Պուտինի ուլտիմատումը կատարի, Ուրսուլանը թույլ չի տա։ Իսկ քանի որ անկախ չէ Յանուկովիչի պես Փաշինյան Նիկոլ, ինքը Հայաստանը կտանի կործանման։ Ուղղակի կտանի կործանման, դե կասեմ ինչ անենք, թող գազը դառնա $700, 800 եվրո կամ թող դառնա, մեզ է կբացի ձեզ ասենք, ինքը չի կարաբան բացատրի, կբացատրի, թե անկախության գինն է, վերջապես ռուս գաղութատիրությունից պրսնում ենք, ոչինչ, մի 2 տարի կվճարեն գազը, այս գնով մինչև մեր սեփական տրուբեն անցնի, Սյունիքով այդ դեպքում գազը ձերի կլինի, բայց 2 տարի չի անցնի, Սյունիքում մղձավանջ կսկսվի, այդ գազի տրուբեն Սյունիքում երբեք չի կառուցվի, Իրանի կորպուսը հեղափոխությունների պահապան, այդ տրուբեն կվերցնի, կմցնի Թրամփի կնգա ամենափափուկ եւ ամենահմայիչ տեղը, Սյունիքը կհայաթափվի, տեղը կգան արևմտյան ադրբեջանցիները կապրեն, Սա է ամենա օպտիմալ ապագան։ Ինչու, որովհետև այս ժողովուրդը չի կարող ունենալ ոչ հակազգային քաղաքական վերնախավ։ Ով էլ գա իշխանության, ով ընդհանրապես ինքը միևնույն է հակազգային է։ Մենակ բազմավեկտորությունը հերիք է, որ մենք նրանց նույնպես հակազգային համարենք։ Իսկ այսօրվա դիմությունից
ընդդիմության շարքերում։ Ես բազմավեկտորի զատ այլ բան չեմ տեսնում։ Մեկի ծրագրում չկարդացենք Սորոսի ֆոնդերը փակել, գրանտակերության վերջը տալ, օտարարժեքներից հեռու մնալ։ Ընդհանրապես գրանտակերությունը որպես բամուկի ձև վերացնել։ Չեմ ասում այլ ռադիկալ բաներ, որը մենակ նորմալ մարդիկ պետք է անեն, իսկ նորմալ մարդ այսօր մեր քաղաքական ընդդիմության շարքերում չկա։ Բոլորը հազար միտելով կախված են արևմուտքից։ Որ մեկը ռիսկ ունի ասի, թե ամերիկյան դեսպանատունը սպառնալիք է իր եղած չեղածով եւ հայկական պետականությանը եւ ինքնությանը եւ ամեն ինչին, ով այդքան դող ունի։ Դա ես կանեմ։ Ես էլ էլիտայի անդամ չեմ, մի վիճակի չեմ քաղաքական պրոյեկտ սկսել եւ առաջ տանել։ Դրա համար ինձ մնում է փոշմանել, որ շատ ափսոս 98-ին չսկսվեց այս խնդրը, որը շատ շուտ կգնայի իմ տղեն ուրիշ երկրում կծնվեր 1000 անգամ բոլոր առումներով ես այսօր ավելի լավ վիճակում, լավ պայմաններում կգտնվեի, բայց թե ինչ ասենք, դե ես էլ եմ հայ, հայի բախտը բախտս։ Յոլա գնանք տեսնենք, թե երբ այս կաշմարի վերջը կգա, կամ կգա թե ոչ, կամ ով կբերի։ Նորից եմ ասում, քանի Հայաստանին ոչ թե իշխանափոխություն է պետք գլոբալ առումով, այլ էլիտա փոխություն է պետք, վերնախավափոխություն։ Ինչի ոչ մի ազդակ ես անձամբ չեմ տեսնում։ Հա, մի բան էլ ամենակարևորը ուզում եի ասել, ուրեմն հիմա այս պահի դրությամբ Փաշինյանը շատ մեղմ է վարվում ընդդիմադիրների հետ։ Օրինակ Կարապետյանը տնային կալանք է, բայց դա փառք է։ Հյուրեր ընդունում եւ այլն, հա։ Դե Ծառուկյանը այնքան է չի ասոցիացվում Կրեմլի հետ։ Քոչարյանը ազատության մեջ է։ Որ օրը, իսկ դա կլինի մինչև տարվա վերջ, որ օրը Փաշինյանը հույսը կորսրեց Պուտինից, որ օրը տեսավ, որ ներում բեկում չկա, Պուտինի իր խոսքից հետ չի կանգնի, այդ օրը ազատության մեջ դուք որևէ ընդդիմադիր չեք տեսնի, ուղղակի չեք տեսնի։ Միակ բանը, որ Փաշինյանին այսօր զերս է պահում այդ քայլից, որ բոլորին հավաքի, Սամվելին է ուղղակի հետ, տնից տեղափոխի KGB, Քոչարյանին, ով կա չկա։ Այն է, որ Պուտինի կատաղությունը հանկարծ բան չանի։ Չտեսնի Պուտինի կատաղությունը, Պուտինի չդե։ Բայց որ օրնա հույսը կորսրեց, որ Պուտինը զադնի չի դնում իր խոսքից, իսկ ինքը հաստատ չի դնի։ Այդ օրը ազատության մեջ հայ ընդդիմադիր չի մնա։ Հայ ընդդիմադիր չի մնա։ Եվ նորից կրկնեմ, հայ ընդդիմադիրները ոչ թե արժանի են դրան, իհարկե ոչ, դե նորմալ մարդն են վերջում, բան չեն, գրանտակեր չեն։ Դե ուղղակի իրանք են թույլ տվել իրենց հետ տենց վարվել։ Սա է պատճառը։ Սա է ողջ այս ողբերգության բացատրությունը։ Բաժանորդագրվեք իմ ալիքներին, լայքեր դրեք, եթե դժվար չէ, մեկնաբանություններ գրեք, կպատասխանեմ, եթե հետաքրքիր դիսկուսիա ծավալվի, կհանդիպենք շատ շուտով առայժմ։